Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ քրեական վարույթով հիմնավորվել է, որ Պեկ Պաշտոնյան հարկային ստուգման ընթացքում բետոնի արտադրությամբ զբաղվող անհատ ձեռնարկատիրոջից կաշառք է ստացել։ Կաշառքի դիմաց նա չի արձանագրել այն փաստը, որ արտադրամասում մի քանի աշխատակիցներ գործել են առանց աշխատանքային պայմանագրի։ Հաղորդագրության մեջ ասվում է. գլխավոր հարկային տեսուչը պարզելով, որ բետոնի արտադրության ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող տնտեսվարողին պատկանող արտադրամասում առանց աշխատանքային պայմանագրի փաստացի աշխատանքային գործունեություն են իրականացրել հարկային մարմնում գրավոր չձևակերպված անձինք, առկա իրավախախտումը չարձանագրելու եւ հետագայում ապօրինի համագործակցությունը նույն ձևով շարունակելու համար կաշառք է ստացել տնտեսվարողից։ Այնուհետև նույն պաշտոնատար անձը գործելով խմբի կազմում ստուգմանը ներգրավված երկու այլ հարկային տեսուչների հետ կազմել եւ շրջանառության մեջ են դրել ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթուղթ, որում նշված ԱՁ-ում փաստացի աշխատող առնվազն 6 անձի գրանցված աշխատող հանդիսանալու փաստը չի արձանագրվել։ Արդյունքում օրենքով սահմանված կարգով չեն կազմվել ընդհանուր 1.500.000 դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկելու ակտեր։ Չեն նշանակվել նույնչափ տուգանքներ, որի հետևանքով պետությանը պատճառվել է էական գույքային վնաս չարձանագրված տուգանքի տեսքով։ Կաշառք ստանալու ծառայողական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար Պեկ պաշտոնատար անձանց ներկայացվել են մեղադրանքներ։ Գլխավոր հարկային տեսուչի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Մեղադրանք է ներկայացվել նաև պաշտոնատար անձանց կաշառք տված տնտեսվարողին։ Քրեական նախաքննությունն ավարտվել է։ Ադրբեջանը պատրաստվում է ավելացնել պաշտպանական եւ անվտանգային ծախսերը։ Սրա մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները հղում անելով Ադրբեջանի ֆինանսների նախարարությանը։ Ադրբեջանը 2026-ի բյուջեի համաձայն նախատեսում է ավելի քան $5 միլիարդ հատկացնել երկրի պաշտպանական եւ ազգային անվտանգության ծախսերի համար։ 2025-ի համար պետությունը նախատեսել էր շուրջ 3.9 միլիարդ, ինչը 6.6%-ով քիչ էր 2024 թվականի համար նախատեսված գումարից։ Սակայն 2024-ի աշնան երկրորդ կեսին 2025-ի համար նախատեսված գումարի չափը ավելացել էր $1 միլիարդ։ Արդյունքում 2025-ի համար նախատեսված պաշտպանական եւ անվտանգային բյուջեն հասել էր մոտ $5 միլիարդ։